ԱՄՆ-ում հայերի հաստատման պատմությունը ընդունված է բաժանել 4 փուլի։ Առաջին փուլում մինչև 20-րդ դարի սկիզբը ԱՄՆ-ում ձևավորվել էին փոքրաթիվ հայկական համայնքներ։ Այս ժամանակահատվածում երկրում հաստատվում էին եվրոպացի, ասիացի ու աֆրիկացի գաղթականների տարբեր խմբեր, որոնք ձևավորում էին ամերիկյան հասարակությունը։ Նախքան 20-րդ դարը հայերը փոքրաթիվ համայնքներով հաստատվել էին նաև Եվրոպայի ու Ասիայի մի քանի երկրներում։ Երկրորդ փուլում առաջին համաշխարհային պատերազմից ու հայոց ցեղասպանությունից հետո այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայի հայաշատ վայրերից։ Այդ ժամանակ ձևավորվում է հայկական սփյուռքը։ Երրորդ փուլն ընդգրկում է Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Արցախյան շարժումն ընկած ժամանակահատված, երբ ԱՄՆ է տեղափոխվում 100,000-ավոր հայեր, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան և այլն, տեղի ունեցած քաղաքական անկայունության պատճառով։ Չորրորդ փուլի ընթացքում 1990-ականներից մինչև մեր օրեր ԱՄՆ է տեղափոխվում Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ, ովքեր գաղթական էին դարձել Սպիտակի, ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով։ Գաղթօջախները և հայ բնակչության թիվը. Կալիֆոռնիա 900,000, Նյու Յորք 150,000, Մասաչուսեթս 130,000, Նյու Ջերսի 50,000, Միչիգան 40,000, Ֆլորիդա 40,000, Փենսիլվանիա 15,000, Իլինոյս 40,000, Ռոդ Այլենդ 10,000, Թեխաս 10,000։ Լեզուներն են հայերենը և անգլերենը։ Հավատքները՝ քրիստոնեություն, հայ առաքելական, հայ կաթոլիկ և հայ ավետարանական։ Հայեր, որոնք ապրել են ԱՄՆ-ում. Ջորջ Դոքմեջյան, Ռաֆի Հովհաննիսյան։ Եկեղեցիները ԱՄՆ-ում. Հայեր, որոնք բնակվել են ԱՄՆ-ում. Քրք Քրքորյանը, Քիմ Քարդաշյանը, Շեռլին Սարգսյանը, Վիլյամ Սարոյանը, Սերժ Թանկյանը,